քանի որ այս պահին ունեմ եւ դեռևս դրա վերաբերյալ եմ փորձում ենք համապատասխան տեղեկատվությունը ինքն էլ ա թողել, Արտուրն էլ ա թողել։ Իհարկե պահպանված է։ Իհարկե հիմք է։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք, պատասխանը չունենք դեռևս։ Ուրեմն նոր հարազատները այդ բարելարն է։ Հա, չէ, որ այդ Դավիթն ասել, այլ թույնը խմած է, ականջ կտրածը, առաջին երկու երեխաներ միաժամանակ պղծողը։ Միաժամանակ չէ։ Իր, այսինքն տարբեր ժամանակներ, երկու երեխաների մասով էլ անցնում է Դավիթը, մեկի մասով անցնում է բարերարը, մյուսի մասով անցնում է Արթուրը։ Դավիթը ամենասենց գերակտիվ մանկապիղծն է։ Դավիթը հիմա ինֆորմացիա ստացանք, որ երեք ինչ-որ թե Լուսադեմին փորձել է ինքնասպան լինի, այդո ասեցին, որ վիճակը շատ ծանր է, տեղափոխել են Երևան, մի քիչ առաջ էլ տեղեկատվություն ստացանք, որ արդեն հիվանդանոցից փախել է։ Իր մոտ ոնց որ տենց սովորույթ է դարձել, այն առաջի դեպքով էլ է փախել, հիմա էլ է փախել։ Ամեն դեպքում ինձ հենց նոր նման տեղեկատվություն հայտնեցին։ Բայց ինքը կարգավիճակ չունի, ինչի պետք է ոստիկանի ուղղությամբ լինի։ Վկա են, ժողովուրդ ջան։ Այսինքն սպայի կարող է երկիրը լքել։ Իհարկե կարող են։ Վկան ընդհանրապես կարգավիճակ, վկայի կարգավիճակը չի ենթադրում որևէ խափանման միջոց։ Ում պղծմանն են վկա եղել, չգիտենք, եթե ոչ իրենց սեփական պղծման պրոցես։ Չեմ կարող ասել։ Արդեն չեմ կարող ասել, միայն գիտեմ, որ այս դեպքով բոլոր գործողությունները պետք է կատարվեին այն ռեժիմով, որ անհապաղ գործողություններին, անհետաձգելի քննչական գործողություններին, անհետաձգելի քննչական գործողություններ բոլորս հասկանում ենք, որ ոչ ժամ է հարցնում, ոչ օր է հարցնում, ոչ էլ հաշվի են առնում, որ երկրում կան բազմաթիվ պաշտոնատար անձիկ։ Այս անհետաձգելի քննչական գործողությունները, եթե կրկնում եմ կատարած լինեն, այսօր չունենք ունենա այս իրավիճակը, մենք էլ ստիպված չէինք լինի ձեր միջոցով օրինակ Սուզի Բադոյանը, չդիմեի Սուզի Բադոյանի եւ նա այդ տեղեկատվությունը չհրապարակել։ Չեմ դիմել այդ բժշկի, հոգեբանի, իրավաբանի, չգիտեմ ով կլինի, ամեն դեպքում մենք հասնելու ենք արդյունքի։ Ես մի շատ ցավոտ հարցեր տամ, սովորաբար լինում են դեպքեր, երբ նման օրինակ կամ երեխաներին առնչվող հանցագործություններ լինում, ընտանիքից որևէ մեկը ներգրավված է լինում։ Այս պարագայում այդ շղթայի մեջ ընտանիքի որևէ անդամ չկա նման բան, չկա։ Այսինքն իսկապես մարդիկ են, ովքեր սուզապես խնդիրներ ունեն, աշխատանքով տարված եւ այլ տեղեկացված չեն եղել, ինչա կատարվում իրենց շուրջ, մինչեւ դպրոցից չեն ահազանգել։ Այո, ցավալի է, բայց դա այդպես է։ Եթե ընտանիքում այդ խնդիրները չլիներ, բնականաբար ընտանիքի մեծերը կնկատեին, որ իրենց աղջիկների հետ ինչ-որ մի բան անջի, որտեղ դրանից հետո, դեպքից հետո 15 տարեկան երեխան, ընդ որում 17 տարեկանի հարցաքննության ընթացքում այդ հարցը ես եմ տվել, ինչպիսին է եղել քո 15 տարեկան քույրը, ասող էր, խոսող էր, չգիտեմ, աշխուժ մարդ է, ասեց այո, աշխուժ մարդ էր, ուղղակի դեպքերից հետո ինքը էլ չի խոսում։ 15 տարեկան երեխան անընդհատ ինքը հիմա էլ խոսք ունի, ինքը վախենում է, ինքը երբ որ դու փորձում ես իր հետ խոսել, ինքը սկսում է լացելը, հետո միջև հասկանում է, որ քեզանից վտանգ չկա, սկսում է շատ սենց
Շատ դժվարությամբ, շատ։ Դու կարող ես 4 ժամ իր հետ տարբեր բաներից խոսես, ինքը նոր մի 15 րոպե քո հետ փորձի սենց բացվել ու նկարագրի այն ինչը որ եղել է։ Ու անմիջապես էլի փարփակվի իր մեջ։ Այդ երեխեն պետքա հրապարակել էին այդ երեխու հետ հարցակը։ ու այդ երեխու հետ պրոֆեսիոնալ համաձայնել է ի վերջո Առանց փաստաբանյա, չէ՞։ իհարկե Առանց փաստաբանյա։ այո ու տղամարդ քննիչ եւ իր հետ էլ առերեսում են այն մարդը ումից որ մասով որ կարար քրեական վարույթ նախաձեռնված լինել երկու աղջիկ մասնակցություն մենք ասում 17 տարեկանի մասով արդեն դատաբժշկի եզրակացություն կա, որը հետագայում կարծում եմ, որ կրկնակի հիմք կլինի, նորից կկատարվի։ Իսկ երկու երեխաները, այո, գինեկոլոգի կողմից ծնվել են։ Դե ամեն դեպքում իրենք էլ կարող են դատաբժշկական փոր Տեսա կզանգեմ։ Ձեզ ինքան դեպքի են երեք կներեք, բայց մի բան էլ էի ձեզ ուզում ասել, անվտանգության հետ կապված մտահոգություններ ունեմ, որովհետև ես իմ գործընկերների ռեպորտաժները որ նայեցի, այնտեղ անվտանգության հետ կապված հարցը անգամ Ասեցի, որ ընտանիքի անդամները, ընտանիքը չի բնակվում իրանց տանը, բոլորը տարբեր տեղեր են Մենք ապրում։ օրինակ դեպքեր գիտենք, որ Փարաքարի համայնքապետի Այո, սպանության Շատ հետ են առնչություն դեպքերը։ ունեցող մարդկանց տան դիմաց ոստիկաններ են Իրենց երթապահում դեպքում եւ այլն։ Հիմա այս երեխաները չեն կարող այդ պաշտպանությունից օգտվել։ Օրենքով Միայն իրադարձ քահանաները Չէ, ես ուզում եմ օրենքը հաստատել։ իհարկե, պարտադիր էր այդ ամենը, արդեն իսկ պետքա դա կատարված լիներ, բայց չի կատարվել։ Այսինքն հիմա այդ մարդիկ որտեղ ասում Ով եղել է ընդ որում այդ ընտանիքի երևի միակ շատ քիչ առողջական խնդիրներ ունեցող, կարող է եւ դաժան անգամ առողջական խնդիրներ չունեցող մարդը։ Այսօր 15 տարեկանի վիճակը շատ ավելի ծանր է, քան 17 տարեկանինը։ Սարսափելի է։ հոգեբանական տրավմաների համար չի ներգրավել սոցիալ-նախարարությունը համապատասխան մասնակցել, այսինքն քննչականից չի զեկուցվել, չեն ներգրավել Արսեն Թորոսյանի ենթակաները, Սյուզիջան։ ընտանիքի հետ աշխատեն այդ հոգեբանական ծանր տրավմաները։ Ուրեմն մի հատ ձեզ բան ասեմ, անգամ այս դեպքը, քանի այս դեպքը չէր եղել, այս ընտանիքի հետ պետք է աշխատեն սոցիալական աշխատողները եւ հոգեբանները։ Երեխեքը հաճախում են դպրոց։ Մեր ձեռքի տակ է երեխեքի առաջադիմության թերթիկները եւ այլն։ Այս երեխեքը, այո, մենք ունենք ներառական կրթություն եւ այլն, երեխեքին պետք է աշխատեին հոգեբանները, որպեսզի ինտեգրվեին այս հասարակությունում։ Երեխեքը չէին կարող ինտեգրվել, որտեղ իրենց ընտանիքը սոցիալապես խոցելի ընտանիք էր։ Ամեն առումով է սոցիալապես խոցելի։ Խնամակալության հոգաբարձության մարմինները ինչի համար են։
Դե ասում է քաղաքապետի կինը հենց սոցիալական աշխատող ոնց որ այդ թեմաների մոտ։ Դե ավելի վատ թե լավ իրա Վահե Սարգսյան Գարիկ, հա, ես ասում, հա, դե ինչ ասեմ, Գարիկ Սարգսյանի անունը ընդեղ երեք որ տվեցի, վիրավորվեցին մի տեսակ։ Իհարկե այտենց ազգանունը շատ չէի հիշում, իրան Դոլե խուլիգանչիկով եմ շատ հիշում, էլի ավելի։ Հա, շատ վիրավորվել էին ընդ որում, ասցին, որ իմաստ չկար, որ դուք ձեզ այդպես պահեցիք։ Բայց ես երբեք չեմ ասնում սահմանը, էլի։ Իսկ այդ զանգերի հաճախականությունը չեն հանել։ Չէ։ Եթե 3 ամիսների ընթացքում թե Արտուրը, թե Դավիթը, թե երրորդ անձը ինչ հաճախականությամբ են զանգել երեխեքին, նամակներ գրել են, թե չէ։ Իսկ այդ հարցի պատասխանը պետքա քննչականը չէ մեզ տա։ Իրենք դեռևս 3, ես որքանով գիտեմ, 3 նոր թվային խոզարկություն կատարելու համար դիմել են դատարան։ Ամենաբարեխիղճ օղակը եղել է դպրոցը, որը Այո, միակ բարեխիղճ, ոչ թե ամենա, միակ։ Միակ բարեխիղճ օղակը։ Երկու դպրոցները։ Բայց նրանք ընդ որում, ձեզ ասեմ, հենց դեպքը տեղի է ունեցել առաջի դեպքը 17 տարեկան աղջիկը տենց խառնված բան մտել է դպրոցի հոգեբանին բանին պատմել է արդեն։ Այդ ամեն ինչ։ Եվ հոգեբանը հարցակվել, բայց ապացույցները դե բավարար չի։ Իրան գտնում են, որ ապացույցները բավարար չի։ այսինքն առնվազն կրթօջախը Այո։ Մենք կրթօջախների մասին ոչինչ չենք կարող ասել։ Եթե չլիներ դպրոցի հավաքարարի այդ աղմուկը եւ ուշադրությունը, շարունակությունն էլ կլիներ։ Իսկ ճնշումներ կան, թե չկան, որովհետեւ ստացվում է արդեն Դե սպահին չեմ կարող ասել։ Ամեն դեպքում երեք ինչ եղել է պատմել են, ուղղակի ֆիզիկապես չենք ասում հրապարակել, երեք պատմել են։ Դե գիտեք, հիմա վեդին էլ մի քիչ ես այդ մտավախությունը ունեմ։ Հայկական համայնքները Հայաստանում եւ ընդհանրապես վեդին հիմա փոքր քաղաք է։ Բոլորը մեկը մեկին ճանաչում են։ Իհարկե շատ վատ են տրամադրված եւ շատ վատ արտահայտվում են այս մասին, բայց կարող է ինչ-որ մի պահի էլ ասեն, մենք մերն ասեցինք, ել ձեռնպա մնանք, չշարունակենք։ Ես չունեմ նման տեղեկատվություն, բայց այդ մտավախությունը ունեմ, որովհետեւ եթե ամեն ինչը sense ձգձգվում է, փետրվարից այս մարդիկ ասել են։ Ինչքան պետք է ասեն։ Կասի հերիք, ինչքան ասել եմ, էլի։ Հիմա դրա համար ես չգիտեմ, ինչի համար էս ամեն ինչը արվեց եւ հատկապես ինչի թիրախավորված այս ընտանիքը մնաց այսքան անպաշտպան պետության կողմից։ Չէ՞ որ վարչապետները 5 հոգանոց ընտանիք են, 5 վարչապետ մենակ այս ընտանիքում 7 5 երեխա 7 5 երեխա 2 հոգի, հա, դե այսինքն երկու վարչապետը բռնաբարեցին։ Իսկ 3 երեխաները ինչ տարիքի են։ 21, 13, 7 եւ 15 Աղջիկ թե տղա։ 3 տղա, 3, չէ, 2